Բարդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր մարտի 19-ն է, մարտի 21-ն է մոտենում, մարտի 21-ին մենք հայերս միշտ նախկինում, որքան ես հիշում եմ, տոնել ենք գարնանամուտը, այսինքն ոչ թե մարտի 1-ին է իրականում գարուն գալիս, այլ հին հայկական տոմարով մարտի 21-ին, ինձ համար շատ կարևոր տոն է դա, մենք միշտ պետք է մեր արմատների հետ ամուր մնանք եւ արդեն իսկ նախանշանը կա թե ինչպես է գեղեցիկ ձևով բնությունը զարթնում, բայց բնության մասին չէ մեր հաղորդումը, ուղղակի այսպես գեղեցիկ ցանկացա սկսել։ Այսօր շատ հարցեր կան, որոնց որ պետք է անդրադառնանք, վերաբերվում են Հայաստանին վերաբերող միանգամից մի քանի կարևոր հարց եւ հետո արդեն Իրանի շուրջ, թե ինչ է տեղի ունենում։ Իսկ Իրանի շուրջ ասեմ ձեզ, որ ամեն օր, երբ որ ես նստում եմ այստեղ պատրաստելու նոր հաղորդում, տեսնում եմ, թե ինչքան ձևով մեծ փոփոխություններ մենք ունենք, ինչքան նոր իրադարձություններ են տեղի ունենում։ Եվ այդ ամենը իրոք ամեն օրվա ռեժիմով փոխում է տարածաշրջանը եւ արդեն մոտ ապագայում չի կարող չազդել մեր վրա։ Բայց սկսենք Հայաստանից, ինչպես եւ խոստացել էի, շատ կարեւոր է սիրելի հայրենակիցներ, որ բաժանորդագրվեք։ Երեկվա մեր կոչին 50-ից ավել մեր հայրենակիցներ միացան, բայց 150-ը չլրացվեց եւ մենք չդարձանք դեռ 44,000, դրա համար ակտիվ կոչ եմ անում անպայման բաժանորդագրվել, լայքել եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր բաժանորդագրված են եւ միտք ունեն այսօրվա մեր կոչից հետո նաեւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Նաեւ լայքերը սեղմեք, դա եւս շատ կարեւոր է։ Սկսում ենք։ Ուրեմն այսօր Հայաստան է այցելում եվրոպական կոմիսարներից մեկը Մարտակոսը, ընդլայնման հարցերով հանձնակատարը եւ նա երկօրյա այցով է լինելու Հայաստանում, հանդիպում ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ եւ ելի մի շարք հանդիպումներ անցկացնելու, այսինքն այսօր եւ վաղը չափազանց կարեւոր հանդիպումներ են նախատեսված Հայաստանում։ Մենք հասկանում ենք, որ այս այցը որքան կարևոր է Եվրամիության համար եւ Հայաստանի համար, այսինքն Եվրամիությունը լուրջ ձևով մտահոգված է այն հիբրիդային պատերազմով, որը որ հիմա Ռուսաստանի Դաշնությունը վարում է ընդդեմ Հայաստանի, մենք կանդրադառնանք Զախարովայի հայտարարություններին նույնպես, բայց շատ կարևոր է հասկանալ, որ հիմա Եվրամիությունը իրոք փորձում է օգնել Հայաստանին, որպեսզի Հայաստանը կարողանա պահպանել իր անկախությունը, իր սուվերենությունը, քանի որ շատ լուրջ ուժեր է կենտրոնացրել Ռուսաստանը, որպեսզի այդ սուվերենությունը մեր ձեռքից խլի եւ այս առումով չափազանց կարեւոր է նրա այցը։ Ես գրեթե համոզված եմ, որ չափազանց կարեւոր հայտարարություններ մենք կլսենք այսօր, հատկապես վիզաների ազատականացման մասով մի շարք կարևոր լուրջ հայտարարություններ պետք է որ նա անի, այսինքն ուղերձը ոչ միայն Հայաստանի իշխանություններին է, այլ նաև Հայաստանի հասարակության, որ եթե դուք ընտրեք Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության օգտին, ապա Եվրամիությունը միանշանակ մոտ է դառնալու Հայաստանին եւ մեծ դռներ ու հնարավորություններ է բացելու Հայաստանի առջև։ Հիմա հասկանանք, թե ինչ է ասում Զախարովան։ Զախարովան հասկանում է կատարվածը եւ փաստացի սկսում է արդեն հարձակումները Հայաստանի իշխանությունների վրա, քանի որ ընտրությունները մոտենում են, ես վերջին համոզված եմ, որ ավելի ագրեսիվ է դառնալու նրա ոճը, նրա հայտարարությունները եւ ոչ միայն նրա, այլ տարբեր падգամավորների եւ պաշտոնյաների հայտարարությունները, ինչպես նաեւ լրագրողների ավելի ու ավելի սրվելու են ընդդեմ Հայաստանի եւ փաստացի Զախարովան անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին, երրորդ երկրների մասով, KGB-ի գործակալների մասով, ու ինքը շատ լավ հասկանում է, ասում է, որ հա ինակատի ունեն մեզ Ռուսաստանին, հետո նա ասում է, որ Փաշինյանը ասում է, եթե մեզ ընդունում են Եվրամիություն լավ է, եթե չեն ընդունում, մենք միևնույն է շատ լավ վիճակում կլինենք այդ բարեփոխումների առումով, ու ասում է Փաշինյանը, որ այդպիսի մարդիկ իրենց հաղթում են շախմատում, այսինքն իր դատարկ գլխով ձեր է առնում Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Բայց ես չեմ կարծում, որ իր այդ ապուշ հայտարարությունները ինչ որ լավ դրական էֆեկտ են տալիս իրենց համար, այլ ճիշտ հակառակը Հայաստանի հասարակությունը օրեցօր ավելի լավ է համոզում, թե
ովքեր են իրենք, ով է Պուտինի կառավարությունը, Լավրովի աշխատակից Զախարովան։ Մենք ավելի ու ավելի պարզ եւ լավ ենք հասկանում, այսինքն մենք վաղուց հասկացել ենք սիրելի հայրենակիցներ, այ նրանք, ովքեր որ չեն հասկացել մինչև հիմա, թեթև շանս է առաջանում, որպեսզի ավելի լավ հասկանան, իսկ նրանք, ովքեր որ հասկացել են ամեն օրվա ռեժիմով, Զախարովաների այդ հիմար հայտարարությունների պատճառով հիշում են, որ ռուսների հետ չարժե գործ բեռնել, այսինքն այս իշխանությունների Ռուսաստանի, ես չեմ սիրում ոչ մի ազգ թիրախավորել, ճիշտ հասկացեք ինձ, դրա համար ասում եմ հստակ Ռուսաստանի այս իշխանությունների։ Մեկ կարևոր տեղեկություն եւս երեք տարածվեց, որ Հայաստանի անդիմադիր ուժերից մեկը, որը որ դեռևս չի գրանցված, ուզում է իր նախարարներից դարձնել, այսինքն բերել Իսրայելից գեներալ Սամվել Կարապետյանի ուժի մասին է խոսքը, այն գեներալին, որը որ 3 տարի պաշտպանել է Իսրայելի օդը։ Հիմա Հայաստանի իշխանությունների պրոիշխանական մեդիաների եւ հատկապես տելեգրամյան ալիքների տարածած այս տեսնում եմ Իսրայելի մասով, ասեմ հետեւյալը, իմ կարծիքս մի փոքր տարբերվում է։ Ոչ թե խնդիրը այն է, որ Իսրայելը վաճառում էր Ադրբեջանին զենք, մենք այդտեղ пассив ենք եղել, ճիշտ է, խնդիր է դա մեզ համար, այլ խնդիրը շատ ավելի խորն է իրականում։ Իմ պատկերացմամբ, երբ որ հիմա Իրանի հարցերը լուծեն, Իսրայելը կենտրոնանալու է Թուրքիայի վրա եւ ոչ միայն իմ պատկերացմամբ, այլ աշխարհի ամենալուրջ լավագույն փորձագետների կարծիքն է դա։ ՆԱՏՕ-ի հարցն էլ երեք ենք մենք քննարկում, որ լուրջ հարցականի տակ է։ Ով է հիմա այդ գեներալը, որին որ ուզում են ներդնել Հայաստանի կառավարության մեջ, ընդդիմադիր այդ ուժի միջոցով, պրոռուսական ուժի միջոցով։ Ինչ երաշխիքներ կա, ուղղակի հարց, որ նա Մոսադի գործակալ չէ կամ կապ չունի Մոսադի հետ։ Այսինքն դուք համոզված եք, որ այդ մարդու միջոցով Իսրայելը շատ կարևոր լծակներ չի ստանալու վաղը Հայաստանում, ճիշտ է, այդ ուժը իմ պատկերացմամբ չի անցնելու Հայաստանում, ուղղակի ես ասում եմ, որ մարդիկ մտածեն։ Իսկ եթե այդ ուժը անցնում է եւ այդ մարդը նշանակում է նախարար եւ նա կապ ունի Մոսադի հետ, Իսրայելի, եւ նրանք ամեն ինչ անելու են միանշանակ, որպեսզի Հայաստան եւ Թուրքիա բախում առաջան։ Ես դրանում գրեթե համոզված եմ։ Այսինքն ինչպես որ նախկինում միշտ 100-ամյակներ առաջ մեզ բոլորը ներգրավել են Թուրքիայի հետ իրենց հաշիվները լուծելու համար եւ միշտ մենք ենք դուրժը այդ ամենից։ Ես ուզում եմ, որ շատ լուրջ մենք մտածենք այս հարցի շուրջ, սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօրվա Հայաստանը արդեն ի վիճակի չէ դիմակայել Թուրքիային այս պայմաններում։ Միգուցե 20-30 տարի անց մենք էլ դառնանք Իսրայելի նման մի պետություն, որը որ կկարողանա իր հարցերը այլ ձևերով լուծել տարածաշրջանում, սակայն հիմա մեզ համար շատ կարևոր է, որ մենք կարողանանք նորմալ հարևանական լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, որքան որ հնարավոր է, շատ դժվար է, անտանելի դժվար է, բայց պետք է փորձենք տանել, պետք է փորձենք դիմանալ եւ կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Մեզ պետք չեն այն մարդիկ, որոնք որ միանշանակ Հայաստանի Հանրապետության հայրենասերներ չեն եւ չեն էլ կարող լինել իրենց ազգային պատկանելությունից ելնելով, իրենց ամեն ինչից ելնելով, իրենց հայրենիքի երկրի շահերից ելնելով այս պահի դրությամբ։ Պարզ է, չէ՞, ինչի մասին եմ ես խոսում։ Հույսով եմ հասկանալի։ Ես ցանկանում եմ, որ Իսրայելը վաղը մյուս օրը դառնա մեր դաշնակիցը, ես միշտ խոսում եմ այդ մասին, բայց ոչ այն ձևով, որ մենք վաղը սկսենք արդեն օգտագործվել ընդդեմ Թուրքիայի կամ ինչ-որ երկրի։ Այսինքն այստեղ եւս չափազանց զգուշ եղեք, սա եւս շատ լուրջ վտանգները իմ պատկերացմամբ պարունակում իր մեջ։ Հիմա անցնենք արդեն թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ այդ հարցին։ Երեք Իսրայելը շատ լուրջ հարվածներ է հասցրել գազային օբյեկտներին, Իրանի գազի օբյեկտներին, գազի արտահանման մեծագույն կենտրոններից մեկին։ Այսինքն Իսրայելը հստակ որոշում է կայացրել, որ Իրանին պետք է ուղարկի քարեդար, պետք է շատ լուրջ տնտեսական եւ էներգետիկ խնդիրներ ստեղծի, որպեսզի ժողովուրդը ապստամբի այս իշխանությունը
Իրանում վերանա։ Դա է հաստատի Իսրայելի ցանկությունը եւ դա արդեն ունեցավ շատ մեծ հետևանքներ։ Սկսվում է էներգետիկ պատերազմ, բայց նախքան դա ասեմ, որ Իսրայելը երեք կարողացավ նաեւ ոչնչացնել Իրանի հետախուզության ղեկավարին Իսմայիլ Խատիբին, դա հաստատել է նաեւ արդեն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը, դրանից բացի Իսրայելը հարվածներ է հասցրել Կասպից ծովում, հարվածելով տարբեր կատերների Իրանի ռազմական ուժերին Կասպից ծովում։ Իրանը ի պատասխան հարվածներ է հասցրել բավականին լուրջ կասետային բոմբերով, հարվածներ է հասցրել Իսրայելին, ես կարող եմ ասել նույնիսկ աննախադեպ հարված էր այս անգամ, նաև այդ հարվածի ընթացքում Բեն-Գորիոն օդանավակայանը նույնպես թիրախավորվել է, իրանցիների հաղորդմամբ նրանք խոցել են մի քանի ինքնաթիռ։ Դրանից բացի հայտարարություն են տարածել իրանցիները եւ դրանից հետո արդեն սկսել են թիրախավորել Պարսից ծոցի երկրները, հատկապես Բախրեյնը, Քաթարը եւ Միացյալ Արաբական Էմիրությունները։ Դե Քաթարի վրա ամենահզոր հարվածներն են հասցվել էներգետիկ համակարգին, նույն գազի արտահանման օբյեկտներին բավականին լուրջ վնասներ է ստացել Քաթարը։ Այս իրավիճակը բավականին լուրջ հիմա արդեն զայրացրել է Սաուդյան Արաբիային, ասեմ, որ ամենահզոր երկիրը այդ շարքի մեջ համարվում է Սաուդյան Արաբիան եւ արտգործ նախարարը շատ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել եւ դատապարտել է Իրանի գործողությունները, ասելով, որ դուք խոսում եք իսլամական արժեքներից, բայց ձեր արածը միշտ էլ այն է եղել, որ դուք վնաս եք հասցրել իսլամական երկրների, դուք պատերազմ եք մղում նաև իսլամական երկրների դեմ, հարվածներ հասցնելով ձեր հարևաններին, այսինքն շատ լուրջ ձևով դատապարտել է եւ այս հայտարարության մեջ նաև վտանգներ եմ տեսնում Իրանի համար եւ վերջում արտգործ նախարարը հստակ նշել է, որ եթե Իրանը չփոխի իր մոտեցումը, դա հստակ գին կունենա Իրանի համար, այսինքն ակնարկ կա, որ կարող Միացյալ Արաբական Էմիրությունները եւս կարող են մտնեն պատերազմի մեջ։ Դրանից բացի Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահի խորհրդականը հայտարարել է, որ իր երկիրը նույնպես կարող է մտնել ռազմական գործողությունների մեջ, հատկապես Հորմուզի նեղուցի բացման գործողության մեջ, այս մասին հաղորդում է Reuters-ը։ Մեկ հետաքրքիր տեղեկություն նույնպես մենք ունենք Reuters-ից, եւ դա վերաբերվում է կրկին Հորմուզի նեղուցին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա դիտարկում են լրացուցիչ ռազմական կոնտինգենտներ բերել Մերձավոր Արևելք, հիմնականում Հորմուզի նեղուցի բացման համար, ինչպես նաև հնարավոր է այդ ամենի միջոցով փորձեն գրավել Խարկ կղզին, որի մասին մենք քանի օր է խոսում ենք։ Այսինքն ամենայն հավանականությամբ պատրաստություններ են այս առումով ընթանում։ Եվ այս ամենի հետ կապված չափազանց կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Դոնալդ Թրամփը, այսինքն մենք արդեն կամաց սկսել ենք հասկանալ, որ հայտարարությունը արվում է իրոք գործի համար, զգուշացման համար, իսկ որը ուղղակի դատարկ տեղը լոպազություն է։ Թույլ տվեք այսպես արտահայտվենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հստակ հայտարարել է, որ Իրանի հարավում գտնվող Պարս գազային հանքավայրի վրա հարվածների մասով Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղեկացված չեն եղել, այսինքն այն, որ Իսրայելը հասցրել է հարված, եւ Իրանի պատասխանները հարևանների նկատմամբ Թրամփը հստակ նշում է, որ անընդունելի են։ Նրա խոսքերով Իսրայելի հարձակումները այլևս չպետք է կրկնվեն, բայց նույն ժամանակ նաև Իրանի կողմից տվյալ հարձակումները չպետք է կրկնվեն հարևան երկրների գազային նավթային օբյեկտների նկատմամբ։ Հակառակ պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգները այնպիսի հարված կհասցնի Իրանին գազային նավթային օբյեկտներին, որը որ Իրանը մինչև հիմա տեսած չկա։ Այսինքն շատ լուրջ զգուշացրել է եւ ասել է, որ եթե այդ հարվածները շարունակվեն, ապա ինքը մի պահ անգամ ինքը նույնիսկ մի վարքյան չի տատանվի այդպիսի հարվածներ կհասցնի Իրանին։ Դրանից բացի տեղեկություններ կա, էլի Reuters-ն է հաղորդում, որ
Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ են անում Սիրիայի նոր իշխանություններին, որպեսզի նա եւս մտնի պատերազմի մեջ, բայց Լիբանանում ընդդեմ Հեզբոլլահ շարժման, բայց այս պայմանությամբ դերևս Սիրիայի իշխանությունները չեն շտապում այդ քայլին դիմել։ Դե պարզ է, հիմնականում Թուրքիան է նրանց այդ ամենի մեջ խոչընդոտում եւ Սիրիայի նոր իշխանությունները հստակ երկընտրանքի առաջ են, ինչ անեն, իմ կարծիքով թուրքերը ավելի մեծ ազդեցություն ունեն, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ եթե նույնիսկ նրանց շահերից մտնել Լիբանան եւ պատերազմ մղել Հեզբոլլահի դեմ, կարող է դրան չդիմեն, քանի որ Թուրքիան դժվար թե դա թույլ տա։ Կարևոր է նաեւ նշել, որ Կայա Կալասը երեք հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաքչիի հետ, Իրանի արտգործնախարարը, դրանից բացի նաեւ Ճապոնիայի արտգործնախարարը։ Շատ հետաքրքիր տենդենցիա է միջայլոց, կարծես ինչ որ մի բան փորձեն ցուցադրած լինել կամ ապացուցած լինել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հատկապես Դոնալդ Թրամփին, կարծես թե Եվրոպան եւ Ճապոնիան, այսինքն բոլոր դաշնակիցները ինադու հակառակ ինչ որ գործողություններ են անում, որպեսզի ավելի ու ավելի շատ զայրացնեն Դոնալդ Թրամփին։ Չգիտեմ դրանից ինչ են շահելու իրականում, բայց այդպիսի գործողություններ են անում։ Եթե միջնորդական առաքելություններ, չգիտեմ, այսինքն շատ դժվար է հիմա հասկանալ, բայց ամենայն հավանականությամբ սա ավելի շուտ արվում է Թրամփին զայրացնելու համար։ Մեկ կարևոր տեղեկություն նույնպես իսրայելական ուժերը հաղորդում են այն մասին, այսինքն փորձում էին պահել, հերքել, հետո հաստատեցին, որ Ալի Լարիջանի իսպանության գործում օգնել են իրենց տեղի իրանցիները, այսինքն տեղի իրանցիները իրենք են հաղորդել նրա գտնվելու վայրը եւ Իսրայելը դրա շնորհիվ կարողացել է հարվածել եւ լիկվիդացնել Ալի Լարիջանի։ Ալի Լարիջանի իսպանությունը մեծ քննադատությունների է արժանացել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Շատերը ասում են, որ ինքը կողմնակից էր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների, ծայրահեղական չէր, չափավոր ծայրահեղական էր, ամենածայրահեղականներից չէր եւ այդ մարդուն սպանել պետք չէր։ Բայց կարևորը այն է, որ այդպիսի տեղեկություններ են հիմա ստացվում, որ տեղում իրանցիներն են օգնել Ալի Լարիջանի սպանության գործում եւ ամենակարևոր կարծում եմ լուրերից մեկը, որը որ քիչ առաջ ստացանք, որ ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանում Բասիջի գրասենյակներից մեկի նկատմամբ, պայթեցրել են Բասիջի գրասենյակ։ Սա ինչ է նշանակում։ Եթե Իրանի իշխանությունները դա անվանում են ահաբեկչություն, դա վերևից հարված չի եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, ապա հավանականություն կա, որ դա կազմակերպել են այն մարդիկ, ում հարազատները սպանվել են ամիս ու կես 2 ամիս առաջ այդ ցույցերի ժամանակ, այսինքն կարող է եւ կամած ինչ որ ապստամբություն բռնկել Իրանում։ Դրա հավանականությունը կա, կամ իսրայելական Մոսադի գործակալներն են աշխատում, որոնք որ փորձում են նման տպավորություն ստեղծել եւ դուրս հանել այն ուժերին, ովքեր որ դեմ են Իրանի ռեժիմին։ Ասածս այն է, որ Իրանի համար իրավիճակը ծայրաստիճան ծանր է ու լարված, չնայած որ նրանք կարողացել են գիշերը շատ լուրջ հարվածներ հասնել Թել Ավիվին, կարողացել են թիրախավորել Բեն-Գուրիոն օդանավակայանը, հարվածներ են հասցրել Պարսից ծոցի երկրների նավթային եւ հատկապես գազային մեծ օբյեկտներին, գազի վերամշակման օբյեկտներին, սակայն նույն ժամանակ բավականին բարդ է իրենց համար արդեն վիճակը եւ Իսրայելը կարծես թե արդեն անցնում է այն գործողության, որով որ կարող է փորձեն հասնել արդեն ռեժիմ, այսինքն փորձում են բորբոքել ապստամբություն, որպեսզի հասնեն իշխանության փոփոխման, ռեժիմ փոփոխման։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։